Եզրասրբազանի դեմ տարածված այդ fake-ը իբր նա KGB-ի գործակալ է, դրա նպատակը ոչ այնքան եկեղեցիներ իմ կարծիքով եւ Եզրասրբազանը, որքան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Այսինքն KGB-ն եղել է ժամանակին աշխարհի ամենաէֆեկտիվ աշխատող հատուկ ծառայություններից մեկը։ Եվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության լավագույն տարիները եւ լավագույն փորձը եւ ավանդույթները ձևավորվել են հենց KGB-ի դպրոցի շնորհիվ։ Այսինքն այլ հիմք Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունները չունեն։ Այլ հիմք դպրոց նկատի ունեմ, որը հիմքը ծառայի մեզ համար չկա։ Հետևաբար այս KGB-ի անունը վարկաբեկելով իրականում հարված են հասցնում ազգային անվտանգության ծառայությանը։ Այդ թուղթը հրապարակելուց հետո մի անձ գնաց ազգային անվտանգության ծառայության մոտ, ինչ որ KGB-ի զինանշանը դրոշերը փռեց գետնին, վրայով քայլեց, արևմուտքից ֆինանսավորվող լրատվամիջոցներից մեկն էլ գնաց նկարեց դա։ Այսինքն սա գործընթաց է ազգային անվտանգության ծառայության դեմ։ Նպատակը հետևյալն է, վաղը մյուսօր կհիմնավորեն, որ քանի որ ազգային անվտանգության ծառայությունը ստեղծվել է սովետական KGB-ի դպրոցի հիման վրա, ապա KGB-ի ժառանգությունից ազատվելու համար ազգային անվտանգության ծառայությունը պետք է ենթարկել ռեֆորմների եւ որպես կառույց, որպես էֆեկտիվ աշխատող կառույց, որպես շատ թե քիչ անկախություն ունեցող կառույց իրեն ուղղակի ոչնչացնելու են։ Այսինքն որպեսզի մեր ազգային անվտանգության ծառայությունը դառնա ՆԱՏՕ անդամ պետությունների համապատասխան ծառայությունների, այսպես ասենք, ենթակա ինչ որ մի կառույց, որը կծառայեցվի ՆԱՏՕ անդամ պետությունների շահերին։ Այնպես որ սրա արդյունքն է։ Իսկ ինչ վերաբերում է KGB անվանումին, գիտեք, երբ որ ինչու են սա շահարկում, ինչու են մարդկանց փորձում KGB պիտակը կպցնել, որովհետև ինքը 30 տարիների ընթացքում այս անունը արդեն իսկ բացասական համբավ է ստացել, այսինքն հատուկ քարոզություն է իրականացվել բացասական համբավ տալու համար։ Բայց եթե նայեք ինչ անուններ է տվել սովետական KGB-ն համաշխարհային բնույթի ազգությամբ հայ, ինչ անուններ է տվել, որևէ այլ կառույց նման անուններ չի տվել։ Այնպես որ սա 30 տարվա հակառուսականության մեծ հաշվով սերմերի արդյունքն է։ 30 տարի մենք սովետական, ռուսական, սովետական պատմությունը մեր համատեղ ըստ էության փնովում ենք Ռուսաստանի սովետական միության հետ կապված ձեռքբերումները նսեմացնում եւ այն կառույցները, որոնք մեր ժողովրդին բերել են համաշխարհային ճանաչում, եւս նսեմացնում ենք։ Պարզա վերջը սա էր լինելու։ KGB-ի սպաներ են եղել կադրային Վարդանյաններ հետախույզները, Աղայանցը հետախույզ հայտնի համաշխարհային, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմում առանցքային դեր են խաղացել։ Այնպես որ թող մեր ընդդիմադիրներն էլ, այսպես ասենք, չարթարանան, մեկ-մեկ տեսնում եմ արդարանում են, որ չէ, փաստաթղթի մասին չի, KGB անվանման վարկաբեկմանը։ Մեր ժողովրդին համաշխարհային անուններ տված կառույց է։ Ինչի են արդարանում, որ այսինքն ինչի են դրան վերաբերվում որպես բացասական, մի հատ էլ արդարանում են, որ ինչի են մեզ իշխանությունները չէին անի դա, եթե չիմանային, որ հանրային կարծիքում դա ունի, այդ անունը ունի բացասական։ Պատվաներում ինչեր էին փորձում սարքել նույն
Դե միգուցե ես տեղյակ չեմ դրա մասին, բայց հնարավոր է որ եղած լինի։ Եվ երկրորդը փուչիկ է փչվում Հայաստանում, իբր Հայաստանում կա ռուսական գործակալական ցանց։ Ես էլ կարծում եմ այդ փուչիկը փչվում է նրա համար, որ քողարկեն, ասենք ՆԱՏՕ անդամ պետությունների գործակալական ցանցերի գործունեությունը Հայաստանում։ Որտեղ Հայաստանում ռուսական գործակալական ցանց չկա։ Չեք գտնի ցանց որպես այդպեսին չկա։ Որտեղ ցանցի նպատակը որն է, որ տվյալ պետության, Կատարի տվյալ պետության հրամանները եւ երկրի ներսում ձևավորի տվյալ պետությանը օգտակար քաղաքական եւ քարոզչական օրակարգ։ Հիմա շատ པարզ օրինակով կարող եք համոզվել, որ ռուսական գործակալական ցանց Հայաստանում գոյություն չունի ուղղակի։ 2020 թվականից հետո Ռուսաստանի համար ամենակարևորագույն օրակարգը դա նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումն էր եւ կյանքի կոչելն էր։ Ասեք ինձ մեկ կուսակցություն, որին անվանում են այսպես կոչված պրոռուսական, որը պաշտպանել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Չկա, ոչ մի հատ չկա, չեք գտնի։ Բայց այդ ինչ գործակալական ցանց է, որ չեն կատարում կենտրոնի հրահանգները։ Կամ եթե կա էլ տեսականորեն կա, թաքնված է, տներում նստած են, ոչ մի բան չեն անում։ Ինչ իմաստ ունի պահել գործակալական ցանց, որը այդ պետության օգտին քաղաքական օրակարգ չի ձևավորում Հայաստանում։ Հետևաբար չկա, փուչիկա փչվում, չկա։ Նոյեմբերի 9-ը պաշտպանել են հատուկ կենտ մարդիկ Հայաստանում։ Մի 4-5 հոգի մաքսիմում հաշվեք կգտնեք։ Տանը դրել են գործակալական ցանց, չէ՞ մի չէ։ Այնպես որ այս փուչիկը փչվում է իրական գործընթացները, որ կատարվում են հիմնականում ՆԱՏՕ անդամ պետությունների կողմից Հայաստանում քողարկելու նպատակով։ Այդքան բան։